Ողջույն բոլորին, սկսում ենք հետաքրքիր տեսանյութերը, երևի այս քարտեն էլ ավելացնեմ, այս տեսանյութը ինչպես որ վերնագրից տեսակ աշխատանքի որոնման մասին է, կհանենք մի քանի քարտեր և ըստ հարցերի կհասկանանք կգտնեք արդյոք դուք ձեզ համար պահեք ժամկետ, ես պահում եմ մոտապես մինչև ամենաշատը 6 ամսվա ընթացքում, լավ եկեք 3 ամիս անենք, որ հետո էլի անենք այս տեսանյութը, իհարկե սկզբի քարտը ցույց կտա, թե պատկանում եք այս կանխատեսմանը, թե ոչ, այսինքն սկզբի քարտը հենց կլինի գործերի աշխատանքի ներկա վիճակը, միգուցե աշխատում եք, միգուցե ոչ, եթե աշխատում եք և եթե չեք աշխատում, երկու տարբերակներն էլ ես այստեղ կքննարկեմ, բայց ամենայն դեպս այստեղ աշխատանքի որոնման մասին ավելի շատ հիմքը կդնեմ աշխատանքի որոնման մասին, ովքեր որ աշխատանք են փնտրում, միգուցե այս պահին աշխատում են, կողքից աշխատանք են փնտրում, այդ ամենը ամբողջը կերևա մեզ մոտ։ Նմանատիպ տեսանյութեր շատ կլինեն և այս ալիքում և մյուս ալիքում։ Սկսենք այս քարտերից, այն քարտերը մեզ համար որպես հուշում կլինեն, ինչ որ մեկի համար արդեն իսկ երևում է, որ նոր բան է սկսելու, նոր աշխատանք է, միգուցե հենց հիմա է իր մոտ նոր աշխատանք, կներեք, մոմս ինչպես միշտ ես մոռանում եմ վառել, իմ գեղեցիկ վարդերով լուցկիով, գնում եմ խանութ նաև մոմ գնելու համար, մոմերս այնքան արագ են վերջանում, իսկ առանց մոմ աշխատելը դա անհնարին է հատկապես ինձ համար, չգիտեմ ով ինչպես է աշխատում։ Տեսնենք ձեր ներկայիս աշխատանքային վիճակը, ներկա վիճակը, ունեք աշխատանք, չունեք աշխատանք, աշխատանքի ներկայիս վիճակը, նույնը կհանենք այս մյուս քարտերով, այն ինչ որ հիմա ես կասեմ, հնարավորությունը, ընդունվելու աշխատանքի, պոտենցիալ հնարավորությունը, աշխատանքի համար պահանջվող որակները, մոտ ապագայում դեմանք գցեցինք մոտապես 3 ամիս, աշխատանք գտնելու հեռանկարները, ինչ սպասել նոր աշխատանքում, նոր աշխատանքի վայրում, և աշխատավարձը, ձեզ դուր կգա, դուր չի գա, միգուցե ուշացնում են, միգուցե նորմալ են վճարում, հարցերը կրկին չեմ կրկնի, ընդամենը մենք քարտեր կհանենք, կտեղադրենք ըստ հերթականության, նայեք ինչ որ մարդկանց համար դժվար աշխատանք է այս պահին, միգուցե նաև որոշում եք հենց դրա համար փոխել ձեր աշխատանքը, շատ հավանական է, աշխատանքը շատ կարևոր է մարդու համար, և թե ինչպիսի աշխատանք այն կլինի ընդհանուր, չգիտեմ, ճիշտ է, դասավորվածությունը, թե ոչ, եկեք այսպես դասավորենք, այնպես մի քիչ ուրիշ կերպեր, այստեղ գլխավորը աշխատանքի ներկա վիճակը, մենք քննարկենք, ներկա վիճակը այդքան էլ լավ չէ, խոչընդոտներ կան, որոցեք կնոջ հետ, միգուցե տնօրենն է, միգուցե մենեջերն է, խոչընդոտներ է ստեղծում այդ կինը, միգուցե ձեզ համար, կամ որոցե կնոջ պետք է խնամեք և չեք կարողանում այս պահին աշխատել և պետք է տանից աշխատեք կամ դեռևս չաշխատեք, միգուցե նաև այստեղ դուք եք սա, ձեզ է ցույց տալիս, միգուցե հղի եք կամ մեկ այլ իրավիճակ է, այս պահին հիվանդ եք և դրա համար չեք կարողանում աշխատանք գտնել կամ աշխատել ընդհանրապես,
Բայց ովքեր որ աշխատում են այստեղ աշխատանքի վայրում, խնդիրներ կան, խոչընդոտներ կան, խնդիրներ են ստեղծում ձեզ համար։ Ինքը կամ խնդիրը հենց բուն այս կնոջ հետ է, կամ խնդիրը կա եւ դուք պետք է դիմեք այդ կնոջը։ Այսինքն օգնության հարցում, եթե այնտեղ ինչ-որ մի բան չեք հասկանում, միգուցե նոր աշխատանք է այնտեղ ընկավ, նոր աշխատանք է եւ դուք չեք կարողանում դեռևս գտնել, չեք կարողանում ադապտանալ, նայեք այստեղ մենք շատ լավ քարտեր ունենք հետևում մասում։ Այնպես որ ամեն ինչ կարողանաք կարգավորել։ Եթե օրինակ դիմեք այս կնոջը, եթե ինչ-որ բան չեք հասկանում եւ դա ձեզ համար խնդիր է, չեք կարողանում կառավարել, չեք կարողանում անել դա, ապա լավ կլինի, որ դիմեք այդ կնոջը։ Նա ձեզ անպայման կաջակցի, եթե ոչ, ապա ինքն է ստեղծում ձեզ համար, դրա համար երևի փնտրում եք աշխատանք, որովհետև իրոք անհնարին է աշխատելը ոչ է մասսայում, ոչ է կոլեկտիվում, որտեղ որ կա լարվածություն։ Այդ լարվածությունը դժվարությամբ է դուրս գալիս, ասեմ իմանաք։ Եվ այստեղ հնարավորությունը գտնելու։ Նայեք այստեղ նորը եւս էլի դուրս եկավ, բայց լուրջ վերաբերվեք ձեր աշխատանք փնտրելուն։ Նաեւ այստեղ կարող է տարբեր աշխատանքներ ձեզ առաջարկեն կամ լուրջ չընդունեն, այսինքն ընդունեն 1 ամսով, 1 շաբաթով, այդպես այս գործը անելու համար, այն գործը անելու համար։ Եվ ձեզ կարող է գիտեք ձեր շրջապատն է հետ պահում, օրինակ ինչ որ մարդիկ, ովքեր որ ասում են, հա դե այս աշխատանքը քո համար չի, քո տարիքը է, այսպես չի, չես կարող ընդունվել եւ այլն, հա ինչ որ պահեր են, որոնք որ այս երկեսանիների հետ է կապված նոր հնարավորությունը։ Բայց դուք ունեք այստեղ նորը, եթե դուք ոչ ոքին չլսեք, ոչ ոքի աջակցությանը չսպասեք, դուք ձեզ համար գնանք դիմեք, ոչ թե ինչ որ մեկին, հա, հույսը դնեք, որ ինքը իր տնօրենի հետ կխոսի, հա։ Այդ ժամանակ դուք կկարողանաք։ Եվ գիտեք, այստեղ դուք եթե ցանկանում եք բացել ձեր սեփական բիզնեսը, ապա մի փորձեք բոլորին հայտնել այդ մասին, բացելուց հետո նոր, որտեղ այստեղ հնարավոր է, որ ձեզ հետ են պահում, ասում են գործ չունես, այնա բացվում, փակվում, օրինակ ես հասարակ մի բան, հա, մայրիկիս հետ խոսում եմ, ասում եմ, այդտեղ էս գործը լավ, դե ասում եմ բոլորը բացվում, փակվում են, այստեղ գործ անել անհնարին է։ Դե օրինակ, ահա, եթե ես լսեմ իմ մայրիկին, ես Հայաստանում ոչինչ չեմ անի։ Այդպես, եթե նայենք։ Եվ ոչ միայն մեր ծնողները կարող են այդպեսին լինել, հա, պարտադիր չի երկիեսանի լինեն։ Ինչ որ չափով դա հենց ազդում է ձեր ընտրության վրա, որ դուք ինչ անեք։ Եվ եթե նոր աշխատանք եք ուզում փնտրել, նոր բիզնես եք ուզում բացել, այստեղ եթե այսպես փակում ենք իրանց, չեք լսում իրանց ու կկարողանաք յուրաքանչյուր բան գտնել։ Այստեղ հնարավորությունը ունեք նորի, հա, նոր ինչ որ մի բան սկսելու համար։ Որակները տեսնենք, ինչ որակներ են պահանջվում։ Նայեք։ Դու մի հատ տեսեք։ 2 ունեն քարտն է։ Կարգապահություն, ճիշտ ժամանակին ներկայանալ, ամեն ինչը կարգ ու կանոնով դրված, մաքրասեր, իրա վրա վերցնող, հա, պարտականությունները վերցնող եւ կատարող ճիշտ ժամանակին։ Այդպիսի որակներ է հարկավոր ձեր նոր աշխատանքի համար։ Եթե բիզնես եք ուզում բացել, ապա եւս պետք է այդ որակները դրսևորեք։ Այստեղ մի քիչ տղամարդկային որակներ են սրանք, յուրաքանչյուր կին, եթե բացում է բիզնես, ունի տղամարդկային որակներ, ինչ որ չափով, եւ դա է, որ դրթում է իր Մարսի միգուցե տեղում է, հա, Մարսը, Ուրանը, Պլուտոնը նաեւ այդ տեղում է, որտեղ որ դրթում է բիզնես բացելը։ Եվ սա հենց իրոք 2 նույն քարտը ձեզ ասում է, որ այս նոր աշխատանքում պետք է լսեք ինչ են ասում։ Առաջադրանքը պետք է լսեք եւ անեք։ Միգուցե այստեղ չեք լսում եւ դրա համար խնդիրներ կան։ Բնական է այդպես է։ Ով որ որևիցե աշխատող եթե չի լսում իր տնօրենին, տնօրենը այսպես թե այնպես 1-2 հեռացնում է աշխատանքից։ Չի կարող նման մարդու հետ, եթե դու ասում ես այսպես պետք է անես, ինքը ոչ, ապա դուրս են գալիս։ Եվ այստեղ հենց այդ որակներն է պետք։
լսել, անել ճիշտ ժամանակին, կարգապահորեն, ճիշտ անել, առաջադրանքը հենց տվեցին անմիջապես անել եւ նույնն էլ բիզնեսում կարգապահություն, մշտապես աշխատանք եւ ասեմ, որ եթե դուք անեք այդ ամենը, եթե դուք աշխատելու եք ինչ-որ միտեղ, սա ձեզ կհանի բարձրունքներ։ Այս ձեր որակները կընդունվի եւ կհասնի բարձրունք։ Այնպես որ ձեզանից է կախված նոր աշխատանքի վայրում ձեզ դրսևորելու այդ պահը, թե ինչպես դուք ձեզ կդրսևորեք։ Տեսնենք մոտ ապագայում աշխատանք գտնելու հեռանկարները։ Նայեք, այստեղ եթե իմաստուն գտնվեք, կպահպանեք այն ինչը որ այստեղ կար, դուք հնարավորություն ունեք պոտենցիալ բացելու եւ բիզնես եւ գտնելու նոր աշխատանք։ Այստեղ եւս միգուցե երկու աշխատանքի վայր է, որտեղ որ պետք է իմաստուն ձևով ընտրություն կատարեք, միգուցե աշխատանքի մեջ, աշխատավարձի մեջ, ժամերի մեջ, ամեն ինչը պետք է այստեղ լավ իմաստուն մի հատ վերլուծեք, հետո նոր վերջնական որոշում։ Հնարավորությունը մեծ է, հնարավորություն եւս այստեղ այս քարտով կարող եմ ասել եւ նաեւ բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու համար։ Ուղղակի պետք է կարող է այնպիսի մարդ եք, որ կանչում եք օծերին ձեր մոտ։ Միգուցե սիրում եք քննադատել, սիրում եք քննարկել մյուս աշխատողի աշխատանքը, տնօրենի աշխատանքը, մենեջերի աշխատանքը։ Ձեզ թվում է թե մոտ է այդ մարդը, բայց սխալը հենց այդտեղից է գալիս։ Միգուցե կիսվում եք եւ այստեղ սխալը միայն դրանից կլինի, որ դուք չկարողանաք գտնել կամ շարունակել այդ աշխատանքի վայրում աշխատել։ Պետք է ուղղակի կարողանաք զուսպ լինել, բերանը փակ լինել եւ ոչ ոքի ուղղակի դուք եւ ձեր աշխատանքը։ Եվ այստեղ էլի եմ ասում, հնարավոր է երկու աշխատատեղ, որից որ պետք է ընտրություն կատարեք։ Եվ իդեպ գումարներն էլ ինձ թվում է կամ երկուսինը նույն արժեքը կունենան, նույն աշխատավարձը։ Այստեղ պետք է նայեք արդեն ընդհանուր մթնոլորտին, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ինչպես ձեզ ընդունեցին, այդ պահին ինչ զգացիք դուք այդ աշխատանքի վայրում, եւ այստեղ որ ասում է իմաստությունը պետք է լինի նա, որ ունեք հեռանկար արդյոք աշխատանքում բարձրանալու թե ոչ, որտեղ եթե այստեղ ձեր որակները ցույց տաք, ապա ունեք հեռանկար բարձրանալու։ Նույնն էլ եթե դուք բիզնես սկսեք բացել եւ իմաստուն լինեք, այստեղ բավականին շատ գումարներ կաշխատեք եւ երկու որևիցե գործ կարող եք անել իրար հետ, կամ երկու տարբեր օրինակ խանութներ, երկու տարբեր բիզնես, այդպես ինչ որ բաներ, որ երկուսը կլինեն եւ երկու եկամուտներ կգան ձեզ մոտ։ Ինչ սպասել նոր աշխատանքում։ Ահա։ Միգուցե դժվարությունից գնում եք ավելի կայուն վիճակ, ովքեր որ աշխատում են այս պահին, հավանական է իրոք դժվար է եւ ձեզ հարկավոր է կայուն վիճակ, միգուցե մեկ լինում է աշխատանք, մեկ չի լինում, ծանր է աշխատանքը։ Այստեղ եթե ընդունվեցիք աշխատանքի, եթե բիզնես բացեցիք, բախվում եք սկզբում դժվարությունների։ Եվ միայն այդ դժվարությունները հաղթահարելով դուք կկարողանաք հասնել կայուն դիրքի, ամրապնդել ձեր դիրքերը այդ աշխատանքի վայրում։ Այստեղ ձեր որակները ցույց տալով, այստեղ ավելի համեստ լինելով, խոսելով ճիշտ ձեր մենեջերի հետ, այստեղ եւս չխոսել տարբեր մարդկանց հետ, եւ եթե նույնն էլ բիզնեսը, նույնն էլ աշխատանքը եթե բացեք, այստեղ դժվարություններ կունենաք։ Միգուցե հենց այդ ժամանակ այդ երգերեսանիներն ասեն, ես քեզ ասեցի, որ սենց կլինի, հենց չէ։ Բանի տեղը մի դրեք, որովհետև հետո գալիս է ամրության շրջանը, այսինքն ամրապնդվում եք եւ այդ աշխատանքի վայրում եւ այդ գործունեությամբ, որը որ անում եք, որը որ կփորձեք անել։ Այնպես որ մի նայեք, կամ միգուցե ֆիզիկապես է դժվար աշխատանք, միգուցե շատ հոգնածնող աշխատանք լինի, գնաք ջնջոցի նման գաք տուն ընկնեք, բայց հետո կարգավորվելու է։ Միգուցե ինադու են անում, միգուցե այդպես է աշխատանքը, սկզբում բնականաբար բոլոր աշխատանքները մարդը եթե թեթև աշխատանք է արել եւ հիմա ինչ-որ ֆիզիկական աշխատանք անում, դժվարություններ կլինեն։ Բայց այստեղ հա, էլի եմ շեշտում, գալիս է կայունացման եւ ավելի ամրապնդման շրջանը։ Թեկուզ եթե դուք հիմա
աշխատում եք եւ այդ աշխատանքը ձեզ համար շատ դժվար է։ Եվ եթե խնդիրներ ունեք ձեր տնօրենի հետ, եւ եթե անընդհատ այս երգեհեսանիները ինչ-որ բաներ են տանում, բերում, անընդհատ նոր բան եք լսում ձեզանից, թե դուք սենց բան ասացիք, այնպեսի բան ասացիք, եթե հաշվի չեն առնում ձեր որակները, բնականաբար այստեղ արդեն պետք է իրոք լքել այդ աշխատանքը։ Բայց եթե հաշվի են առնում ձեր որակները, այսինքն դուք լավ աշխատող եք իրենց համար, ճիշտ եք անում ձեր աշխատանքը, ուղղակի խնդիրները այստեղ կամ աշխատողների կամ մենեջերի մեջ է, ապա այստեղ կկարգավորվի, ամեն ինչ կկարգավորվի։ Դուք նայեք ձեր ներկայիս աշխատանքը։ Եվ եթե ավելի քիչ բախվեք այս կնոջ հետ, քիչ բախվեք երգեհեսանի մարդկանց հետ, ձեր աշխատանքը ավելի կլավանա, կկայունանա եւ այստեղ եւս բարձունքների կհասնեք։ Եթե ոչ, ուրեմն սա արդեն նոր աշխատանք է ամբողջությամբ։ Եթե ձեր աշխատանքը դժվար չի, հա, այս պահին դժվարություններ չունեք, ամեն ինչ թեթև է, ամեն ինչ լավ է, ուրեմն հա, ոնց որ սա արդեն նոր մարդկանց համար է։ Այստեղ պետք է աշխատանքի վայրում դժվարություններ լինեն, որովհետև այստեղ ինչ սպասել աշխատանքից։ Աշխատավարձը։ Նայեք, այստեղ աշխատավարձին ինչ պետք է անել։ Օրինակ, եթե աշխատում եք հատով, օրինակ թխվածքի արտադրում ասում եք աշխատում կամ մեկ այլ տեղ հատով եք տալիս տնօրենին, մենեջերին ապրանք, անպայման գրանցեք։ Դուք քանի ապրանք եք տվել տնօրենին կամ մենեջերին կամ ինչ-որ մեկին, ով որ տանի։ Դա պարտադիր է, պարտադիր երևույթ։ Աշխատավարձը լավ կլինի, ձեզ կգոհացնի, իդեպ ասեմ, բավականին հնարավոր է, եթե ուզենաք մաս ամեն օր կտան, եթե ուզենաք ամբողջությամբ, իրենք ամբողջությամբ կտան։ Ինչպես որ ձեզ է հարմար լինելու այդ աշխատանքի վայրում, բայց ելի եմ ասում, պետք է անպայման գրանցեք յուրաքանչյուր մանրուք, ինչ որ դուք անեք։ Եվ հավանական է ուղղակի ինչ որ սկզբնական շրջանում ձեզ տան ավելի քիչ գումար, ավելի այդպես կարճ, հա, ինչ որ գումարներ, հետո նոր գումարը այդպես ավելի մեծանա, ավելի խոշոր գումար նոր ստանաք։ Կարող է որպես պրակտիկանտ եք օրինակ հանդես գալիս եւ ստիպված ինչ որ ավելի փոքր, ոնց որ բաժանած է երկու մասի ձեր աշխատավարձը։ Եվ այդպես որպես պրակտիկա, հա, անցնող հնարավոր է ուղղակի այդպես կես աշխատավարձ եք ստանում առայժմ, պետք է ստանաք։ Հետո արդեն անմիջապես այդպես խոշոր գումարը կգա։ Եվ այստեղ կարծես թե այնպես է, որ ձեր հայացողությանն են նայելու եւ ձեր մասնագիտական որակներին։ Եթե մասնագիտական որակները բարձր են, իրենք պատրաստ են զիջել յուրաքանչյուր բան։ Պատրաստ են, եթե ձեզ հարկավոր է այս պահին մանր գումար, իրենք կարող են ձեզ տալ։ Եթե ձեզ հարկավոր է ամենօրյա գումար, ապա իրենք պատրաստ են ձեզ դա վճարել։ Դե այսքանը եւս մեկ խորհուրդ էլ նայեմ եւ վերջ։ Տեսնեմ ինչ են ուզում խորհուրդ տալ։ Ընդհանուր առմամբ սա, եթե սա լսեք, նորմալ աշխատանքի վայր է, որտեղ որ դուք կարողանաք ընդունվել, ճիշտ է, դժվար կլինի, միգուցե ինչ որ բաներ կան, որ իրենց մոտ դեռևս անսովոր եք, ձեզ ցույց տալու համար հետո քիչ-քիչ կկարողանաք անել։ Արևը ներքևում էր, խառնեցի, արևը կրկին դուրս եկավ։ Սա է ձեր աշխատանքը, սա որը որ ձեզ կուրախացնի։ Կուրախացնի ձեզ մոտակա 3 ամսում։ Դա ես 3 ամիս եմ վերցնում, բայց դուք ինչքան որ միգուցե դեռ աշխատում եք եւ դեռ փնտրում եք եւ դեռ չեք մտածում, կարող պայմանագիր ունեք դեռ, եւ 3 ամիս չէ, 4 ամիս է։ Դուք նայեք ձեր հաշվարկին։ Ես մոտավորապես 3 ամսվա համար եմ անում, որ էլի անեմ։ Էլի անեմ այս կանխատեսումը ձեզ համար։ Այսքանը սիրելիներս, այս կանխատեսման համար հուսով եմ կհավանեք նման կանխատեսումներ եւ ես ավելի շատ կանեմ նման թեմաներ։ Թեմաները եւ հարցերը բավականին շատ են, ես ինձ մոտ ամբողջը մտածել, գրանցել, ամեն ինչը պատրաստ է, այնպես որ
կլինեն նոր եւ հետաքրքիր տեսանյութեր։ Իսկ բոլորիդ մաղթում եմ, որ դուք կարողանաք գտնել ձեր երազած աշխատանքը, եթե չեք գտնում ձեր երազած աշխատանքը, միգուցե ձեր տան մի անկյունում է սպասում ձեր երազած աշխատանքը եւ դուք պետք է սկսեք տանից։